Պարոն Զաքարյան, ուզում եմ խոսենք այս օրերին Սիրիայում եւ մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Օրեր շարունակ Հալեպը գտնվում է հրթիռակոծության ներքո եւ նույնիսկ այս պահի դրությամբ այդ հրթիռակոծությունները շարունակվում են, քանի որ արդեն իսկ վնասվել է 2 հիվանդանոց։ Տարիներ շարունակ սիրիական ճգնաժամը շարունակվում է եւ այն ժամանակ դեռևս երբ իրավիճակը այս աստիճանի կրիտիկական չէր հասվել, հայտարարվում էր, որ մեր հայկական համայնքի, այնտեղ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու, նրանց տարհանելու վերաբերյալ, սակայն քայլեր չձեռնարկվեցին այդ ուղղությամբ, քանի որ հայտարարվում էր, որ դա համայնքի ղեկավարները պետք է որոշեն, բարձրագույն իշխանությունը որոշի, այս պահին եկել ենք, հասել ենք արդեն այն իրավիճակին, երբ որ զոհեր ունենք 2 օր առաջ էլ, մեր հայրենակիցներից զոհեր ունենք, վիրավորներ ունենք, ինչ պետք է արվի մեր հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար եւ մասնավորապես նրանց տարհանելու ուղղությամբ։ Պատերազմական իրավիճակը կարող է բազմաշերտ ազդեցություն ունենալ տվյալ վայրում ապրողների վրա, բնականաբար, երբ որ ռումբը պայթում է, ազգություն չի հարցնում եւ հայկական թաղամասի վրա, Նոր գյուղի վրա ռումբը պայթեց եւ ունեցանք 5 զոհ, 11 վիրավոր եւ այլն։ Այս պայթությամբ Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է հումանիտար օգնություն, այսօր կամ վաղը այդ օգնությունը կհասվի Հալեպ եւ կբաժանվի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատվիրակության կազմում է նաեւ Սփյուռքի նախարարության աշխատակիցը Համբարձման վարչության պետը։ Ինչ վերաբերում է, որ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ պետք է տարհանել նրանց, բերել Հայաստան եւ այլն, եւ ոչինչ չի ձեռնարկվել, ես այս մտքի հետ այնքան էլ համամիտ չեմ, որովհետեւ նրանք, ովքեր ցանկացել են վերադառնալ Հայաստան, նրանք եկել են, իսկ այն մարդիկ, որ այս պահին գտնվում են Սիրիայում, նրանց ճնշող մեծամասնությունը պարզապես չի ուզեցել իր տուն տեղը թողնել եւ գալ։ Իհարկե նրանց մեջ եղել են մարդիկ, որոնք հայտարարել են, որ ուզում ենք եւ միջոցներ չունենք։ Մենք ունենք Հալեպ բարեգործական միություն, որը զբաղվում է այդ մարդկանցով, այդ հայտերը արձանագրում է, համապատասխան գումարներ է հավաքում եւ հոգում է նրանց ճանապարհածախսը։ Այս պահի դրությամբ տրամաբանությունը չի փոխվել, եթե տեղում հայ համայնքը կազմակերպված իրենց իշխանությունների միջոցով դիմեն Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար այս ուղղությամբ ձեռնարկվեն քայլեր, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն նրանք դարձյալ մնում են տեղում, թեև այսօր էլ նույնիսկ ռմբակոծություն է եղել, ավետարանչական վարժարանը, Բեթել վարժարանն է ռմբակոծվել, փառքաստու այնտեղ չեն եղել դպրոցականներ եւ վնաս չեն կրել, այդուհանդերձ ամեն մի նման դեպքից հետո ահագնանում են խոսակցությունները, ինչու չենք կազմակերպում, ինչու նրանց չենք բերում Հայաստան եւ այլն եւ այլն։ Պատասխանը մեկն է, պարզ է, պետք է իրենք ցանկանան դա անել, իրենք պետք է բարձրաձայնեն, իրենք ուզենան գալ։ Մենք նրանց փոխարեն, որքան էլ նրանք մեր հայրենակիցները լինեն, մեր եղբայրները լինեն, մենք որոշում կայացնել չենք կարող եւ դա սխալ է։ Իրենք պետք է ցանկություն հայտնեն, իրենք պետք է այդ նախաձեռնությունը դրսևորեն, որպեսզի նրանց այդ ձայնը լսելի լինի եւ դրան հաջորդեն քայլեր։ Որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ մարդը ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար, եթե դու ուրիշի փոխարեն որոշում ես կայացնում, դա կարող է ժամանակի մեջ սխալ գնահատվել հենց այդ նույն մարդու համար։ Այնպես որ եթե կլինեն այդ ցանկությունները, որոնք կգան այսպես մի շրջանակի մեջ կհավաքվեն եւ դրանք կուղղվեն Հայաստանի Հանրապետությանը, այդ ժամանակ կհետևեն որոշակի տրամաբանական քայլեր։ Պարոն Զաքարյան, նշեցիք, որ իրենք հենց մեր հայրենակիցները ցանկություն չունեն ետ վերադառնալու, կամ չգիտեմ, գալու Հայաստան կամ տեղափոխվելու մեկ այլ երկիր։ Կան տեղեկություններ, թե մասնավորապես ինչն է պատճառը հանդիսանում, որ թեպետ այս իրավիճակում նույնիսկ նրանք չեն ցանկանում տեղափոխվել։ Հայաստանում կան սիրիահայեր, որոնք այս պահին հասկանալով որ պատերազմ է գնում, ռումբեր են պայթում, իրենք պատրաստ են նորից վերադառնալ Սիրիա, Հալեպ, իրենց նախկին բիզնեսը գործի դնելու եւ այլն։ Խոսել ենք իրենց հետ, նրանց մի մասը այն մարդիկ են, որոնք ժամանակին մեքենաներով իրենց սեփական մտել են Հայաստան, հիմա սպասում են այդ մաքսազերծման հետ կապված հարց կա եւ մեքենաներով նորից ուզում են իրենք տարբեր ճանապարհներով գնալ հասնել, նույնիսկ բարդ իրավիճակում զարմանալի է, բայց մարդիկ նման ցանկություն են հայտնել։ Ինչ վերաբերում է տեղում ապրողներին, բնականաբար նորից ասեմ, որ իրենց պահում է սեփական գործ այնտեղ։
աշխատանքը, որովհետև հայտնի բան է, որ այն սիրիահայերը, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում, մենք նրանց բազմաթիվ հարցեր ենք լուծել, առողջապահական, կրթության վերաբերող, ամենատարբեր կենցաղային, բնականային վարձերի խնդիր ենք լուծել եւ այլն եւ այլն։ Այդուհանդերձ ունենալով այստեղ աշխատանք, այդուհանդերձ այն իրավիճակը, որ կա, նրանց չի բավարարում, որովհետև այն աշխատավարձը, որ իրենք ունեցել են Հալեպում, Սիրիայում, այդպիսի ուրեմն մեծության աշխատավարձ այստեղ չկա եւ չեն էլ կարող իրենք հավակնել նման բանի։ Այս բարձ համեմատությունը նրանց դրդում է, որպեսզի նրանք մնան այնտեղ, աշխատեն, իրենց տունը պահեն, իրենց բիզնեսը պահեն, դուրս եկած հայի տունը եւ բիզնեսի օբյեկտը դրանք ենթակա են թալանման։ Դրա համար իրենք մնացել են իրենց կյանքի գնով պաշտպանում են, որովհետև դա նրանց հացի աղբյուրն է։ Ուրիշ բացատրություն այստեղ չկա։ Չեն կարող ասել նրանք հայրենասեր չեն, չեն ուզում գալ Հայաստան եւ այլն եւ այլն։ Կա հացի խնդիր, դա նրանց հացի միջոցն է, այդ օբյեկտը, իրենց տունն է եւ այլն, որը բնականաբար այստեղ չեն կարող լրացնել այդ բացը։ Սա է պատասխանը։ Իսկ նման իրավիճակում, պարոն Զաքարյան, ձեր գնահատմամբ արդյոք մենք մեր համայնքը այնտեղի, քանի որ գիտենք նաև, Հալեպի հայկական համայնքը դա ամենահին եւ ամենամարդաշատ համայնքներից մեկն է։ Արդյոք մենք մեր հայկական համայնքը կորցնելու վտանգի առաջ չենք կանգնած, թե կապված պատերազմական իրավիճակի հետ, թե այդպես ցակուցրիվ տարբեր երկրներ մեկնելու կամ, չգիտեմ, այլ երկրներ տեղափոխվելու հետ կապված նաև մասնավորապես։ Սիրիայի հայ համայնքը եղել է այն 3-4 հայկական համայնքներից մեկը, ասեմ, որ 100-ից ավելի երկրներում ունենք հայկական համայնքներ, ահա Սիրիայի համայնքը եղել է այն 3-4-ի մեջ, որը իր բարեկեցիկ ապրելակերպով միշտ աչքի է ընկել։ Եվ իսկապես ափսոսալի է, որ այդ համայնքը կարող է ցիրուցան լինել եւ այլն եւ այլն եւ թաքցնելու բան չի, որ համայնքի ղեկավարները մշտապես փորձել են այդ համայնքը պահպանել, նրա ինքնությունն եւ այլն, մանավանդ որ դա այն մեր մայր համայնքն է, այսինքն ցեղասպանությունից հետո զոհերի այն խլյակները, որոնք կենթանի են մնացել, հասել են Հալեպ եւ այնտեղ հիմնավորվել եւ հենց իրենց գոյությամբ նրանք վկայությունն են ցեղասպանության, այսինքն Սիրիայի հայ համայնքի վերանալը դա ցեղասպանության վկայություններից մեկի վերացում է նշանակում։ Բայց արդեն 2 տարի ինչ համայնքի ղեկավարությունը հայտարարել է, որ այս հանգամանքը չի կարող առաջնային լինել եւ նրանք ովքեր ցանկանան հեռանալ, նրանց ճանապարհը բաց է, ցանկալի է, որ հեռացողները գնան Հայաստան։ Այսինքն չկա մի բան, որ արհեստականորեն նրանց պահեն, թույլ չտան, որ Սիրիայից դուրս գան եւ այլն։ Ընդհակառակը հասկանալով իրավիճակը, որ միևնույն է, շատերը գնալու են, ուղղակի տեղ ղեկավարությունը հորդորել է, որ գնացողները գնան Հայաստան։ Կապ բնականաբար պաշտպանում եք այնտեղ մեր համայնքի ղեկավարների հետ, կա տեղեկություններ, թեկուզ ոչ, այսպես ասած, հստակ, բայց այդուհանդերձ գոնե մոտավոր, քանի մարդ է հիմա այնտեղ դեռևս մնացել եւ ինչ իրավիճակում են նաեւ գտնվում, թեկուզ այդ կոմունիկացիոն խնդիրները, թեկուզ հազարը մի այլ հարցեր կար, որոնք հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում պետք է լինեն։ Գիտեք, պատերազմից առաջ մոտ 80,000 հայություններ ապրում Սիրիայում եւ այս ընթացքում դատարկվեցին մոտ 20,000-ը հիմա Հայաստանում են, մնացյալը հարևան երկրներում, Լիբանանում, հատկապես Հորդանանում, մյուսները եվրոպական երկրներում, Շվեդիա եւ այլն, մի մասը Կանադա, այսպես։ Այս պայդրությամբ Սիրիայում ապրում են մոտավորապես 13-14,000 հայեր, այսքանից հետո դեռ ապրեն մոտ 7,000-8,000-ը դարձել ապրում է Հալեպում, այս պահի դրությամբ։ Եվ բոլոր նրանք, ովքեր այնտեղ ապրում են, ինչպես ասում են, աղոթում են, որ օր առաջ պատերազմը ավարտվի, եւ ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո անպայման կլինի նաեւ վերադարձի մի ալիք մյուս տեղերից, սիրիահայերը նորից մի մասը վերադառնան Սիրիա։ Այնպես որ պատերազմի ինչքան էլ քարուքան դանի, այդուհանդերձ համայնքի կորիզը կպահպանվի Սիրիայում։ Նշեցիք նաև, որ հումանիտար օգնություն է ցուցաբերվելու Սիրիային, այս 1-2 օրվա ընթացքում դա կազմակերպվելու է, խնդրեմ մի փոքր մանրամասներ ներկայացեք, ինչպես է կազմակերպվելու, ինչպես է վերահսկվելու, ինչ ասել է նաև, ինչ է ոնց է տրամադրվելու այդ հումանիտար օգնությունը։ Մենք անմիջապես կապվել ենք տեղի համայնքի ներկայացուցիչների հետ եւ խնդրել ենք իրենցից այն պարագաների
ցուցակը, որոնք այս պահին անհրաժեշտ են իրենց, եւ հենց այդ ցուցակի վրա էլ պատրաստվել են, դրանք հիմնականում սնունդ է, հագուստ է, տարբեր տեսակի պարագաներ, դեղորայք, ծխախոտ եւ այլն, այսինքն ինչ որ այս պահին առաջին անհրաժեշտության պարագաների մեջ է մտնում եւ այսօր կամ վաղը այդ երկու ինքնաթիռները կթռչեն Հալեբ եւ տեղում կկազմակերպվի հայ հանրության այդ հումանիտար օգնության բաժանում։ Այսինքն ուզում եմ մի փոքր հասկանալ, ինչպես է դա վերահսկվելու, ինչպես է դա մեր հայրենակիցներին հասնելու։ Բնականաբար ինքնաթիռները կհասնեն Հալեբ եւ տեղում հայ համայնքի ղեկավարության հետ կկատարվի համապատասխան բաշխում եւ դրանք արդեն մեքենաներով փոխադրվեն համապատասխան վայրեր։ Հալեպի հայկական թաղամասեր, ինչպես նաեւ Լատակիա եւ մյուս 1-2 բնակավայրեր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները։